Երբ որ մի երկիր այդտեղ տեսնում է նաև իր շահերը, իսկ բոլոր երկրներն են տեսնում իրենց շահերը, դու էլ պետք է դրանք հասկանաս։ Օրինակ Իրանի դեպքում շատ պարզ է, ինչումն է շահը, որպեսզի չլինի եղած սահմանների վերաձևում եւ Իրանը ունենա ելք դեպի արտաքին աշխարհ նաև Հայաստանի միջոցով եւ այնպես չստացվի, որ օրինակ ինչ որ մի սահման ինքը կորցնի եւ շատ հասկանալի է իր շահը։ Ռուսաստանի դեպքում շահերը շատ այլ են։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանին այդքան էլ ձեռնտու չէ սահմանների ապաշրջափակումը, որովհետեւ դրանով մեր անկախությունը ավելի է բարձրանալու, մենք կարողանալու ենք օգտվել նաև այլընտրանքային ճանապարհներից աշխարհի հասանելիության, մեր տնտեսությունը կախվածությունը թուլացնելու է ռուսական տնտեսությունից կամ ԵԱՏՄ տնտեսությունից եւ այստեղ պետք է նաև հասկանալ, թե ինչու եւ ինչպես են իրենք դա պատկերացնում, ել չեմ ասում ապաշրջափակման մի կոմպոնենտի մասին, որը Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև կապն է, որը Ռուսաստանի Դաշնությունը հաճախ փորձում է պայմանավորել իր վերահսկողությամբ, ինչին մենք կտրականապես դեմ ենք եւ թույլ չենք տալու, որ նման բան լինի։